Դետոքս հյութերը իրականում մեծ միֆ է, որովհետև մեր օրգանիզմը ունի հզոր դետոքս համակարգ՝ լյարդ, երիկամ, մաշկ։ Եթե մենք չխանգարենք մեր լյարդի, երիկամի, մաշկի գործունեությանը, մեր օրգանիզմն իր դետոքսի գործը կանի։ Իսկ դետոքս հյութերը անիմաստ են կիրառել։ Ինչու՞։ Նախ առաջին հերթին, եթե մենք միրգը մզեցինք, հյութը քամեցինք, նա դարձավ արդեն հեշտ յուրացվող ածխաջուր։ Չկա բջջանյութ, շաքարը արագ կներծծվի։ Մրգերը մենք քամելով թողնում ենք պարզ ածխաջրերը, հա, թող մեջը մի քանի վիտամին ավել լինի, բայց դա միրգ ուտելով էլ կարող ենք շատ հանգիստ ստանալ։ Իսկ դա չի կարող փոխարինել մեր հիմնական սննդընդունումներին եւ չի կարող հանգեցնել հրաշք միջոցների, հրաշք արդյունքների։ Ընդհակառակը շատ հնարավոր է, որ դետոքսի միջոցով մենք բարձրացնենք ստամոքսի թթվայնությունը, առաջացնենք գաստրոէնտերոլոգիական խանգարումներ։ Իրականում բոլոր դետոքս հյութեր կիրառող բուժառուները կարող են փաստել այն մասին, որ իրենք հաճախ են դիմում գաստրոէնտերոլոգների, որովհետև մարսողական խնդիրներ են առաջացել իրենց մոտ։